Ողջույն, ես Տիգրանն եմ եւ երևի իմ վլոգինգի պատմության մեջ սա լինելու է ամենաանկախ վիդեոներից մեկը, որովհետեւ ես դրա մասին մտածել եմ տարիներով, օրերով, ամիսներով, ու իմ շատ ընկերները կհաստատեն այն փաստը, որ Տիգրանը միշտ ասում էր UWC դիմեմ, UWC-ն անցնեմ, UWC-ով գնամ սովորեմ, ու ես անցա։ Ես արեցի դա, բայց ամենասկզբից 2025 թվականն էր, երբ որ ես դիմում եմ 2025 չկներեք, 2024 թվականն էր, երբ որ ես դիմում եմ UWC, ու իրականում այդքան է մեծ հույսեր չուներ, որովհետև եթե անկած UWC-ի ընտրության փուլերը ավելի շատ բարդ են, քան այլ ծրագրերի, ու նաև ինչու ոչ UWC ընտրության փուլերը ավելի պահանջկոտ են, կարելի ասել, ու դա արդեն իսկ բարձրացնում է պրոցեսը, ու եթե անկեղծ ես այդքան է հույս չունեի, որ ես որևիցե փուլ կհաղթարեմ, բայց շատ էի ուզում, ու իրականում ոնց սպասում էի, ես դիմում եմ 2024 թվականին և չեմ անցնում, բայց լավ այն էր, որ այդ նամակը ես բացեցի Լեհաստանում, ու այդքան էլ չդեպրեսվեցի, բայց սակայն, քանի որ ես գիտեի, թե պատճառը որն է, որ ես չեմ անցել, ես սկսում եմ պարապել մաթեմատիկա, որպեսզի logical test-ը ավելի լավ հանձնեմ, ու կարծում եմ մոտ ստացվում է, որովհետև նաև այս հարցում պետք է շնորհակալություն հայտնեմ իմ ընկերներին, Սամվել, Աննա, Աշոտ, որ իրանք ինձ օգնել են, չգիտեմ, օրինակ Սամվելը իմ հետ մաթեմատիկայի է պարապել, այս հարցում նաև Աննան, Աշոտը իրենց խորհուրդներով, ու դրանից հետո գալիս է, ինչն էր գալիս, գալիս է, մոռացա, Escucha las palabras de las brujas, los secretos escondidos en la noche, los antiguos dioses. Հիշեցի, ու այս պարագայում նաև ինձ օգնություն է գալիս UWC համալսարանական քննությունները, այո, համալսարանական քննությունները ինձ օգնում են, որովհետև ես այդ ժամանակ պարապում էի SAT, որը իր բնույթով շատ նման էր հենց այդ logical test-ի մաթեմատիկայի բաժնին, ու կարծում եմ, որ դա էլ իր օգուտները տվեց, ու ես կարողացա դա անել, ու դրանից հետո գալիս հարցազրույցի փուլը, բայց ես չէի սպասում, որ ես կանցնեմ, անկեղծ եմ ասում, ու դա իմ ամենամեծ հաջողություններից մեկն էր, ու եթե այդ վիդեոն գտնեմ, ես գալիս է ինտերվյուի փուլը կրկին հանձնում եմ, ու դրանից հետո երկու օր անցնում է, ու 2 օր չէ, 3 երևի, 3 օր անցնում է ու գալիս է պատասխան, որ ես անցել եմ ֆինալ, ու հրավիրվում եմ UWC Դիլիջան ֆինալի 1 օր անցկացնելու selection team-ի ու այլ ֆինալիստների հետ, սեպտեմբեր չէ, հոկտեմբերի 10-ն էր, երբ որ ես գնում եմ UWC Դիլիջան, իմ համար դա սկիզբը մի քիչ փոքր ստրեսային է սկսվում, որովհետև չգիտես ոնց լիքություններ եկե, ու սաղ ճանապարհները փակ էր, բայց մեկը ես հասնում եմ տեղ, այդտեղ նաև վիդեոն կթողեմ, որովհետև երբ որ ինձ հարցնում են ու ճանապարհին ամենախնդալու կամ ամենաէմոցիաները, ես միտք ես ինձ ասած, եղել է տեղ կհասնեմ թե չէ, որովհետև ճանապարհները ահավոր սառած էր, հա, ու գալիս է դրանից հետո արդեն final selection day-ը, որտեղ մենք 1 օր անցկացնում ենք, ինչպես ասեցի, National Committee-ի ընտրող հանձնաժողովի ու մասնակիցների հետ, ու ես այդ օրը ուղղակի վայելել եմ, իսկ դրանից հետո գալիս է մի նամակ, որը կփոխի քո կյանքը, կամ քեզ կստիպի ավելի շատ աշխատես, որպեսզի հետագայում քո այլ նպատակներին հասնես, իմ դեպքում ես միշտ ունենում եմ պլան B, ու իմ պլան B-ն համալսարան ընդունվելն էր,
ու իմ դեպքում դա էլ էր մեծ հավանականություն համընկնում, որովհետև իմ սպասածից իմ TOEFL քննության թեստն է բարձր ստացա ու եթե UWC-ն չլիներ, ես միգուցե հիմա համալսարան դիմելուց կլինեի, բայց գալիս է պատասխանները ու ես չգիտեմ ինչ է անում, բայց իմ հեռախոսը notification-ների ձայնը անջատած էր, կարծում թեստ էի գրում ու նայում եմ, որ կես ժամ առաջ արդեն պատասխանները եկել էր ու տեսնում եմ, որ մեր երեխեքը մասնակիցները թե ոնց են իրար խառնվել, գրում են անցել ենք, չենք անցել ենք ու ես ահա որ սկսում եմ դողալ, ահա որ սկսում եմ վախենալ, որ ինչ կլինի, եթե չանցնեմ ինչ է եղնելու, եթե այսքան երազել ես, անիմաստ է եղներ ու քանի որ ես նախապես պայմանավորվել եմ իմ ընկերների հետ, որ ես իրանց հետ եմ բացելու, ես ուզում եմ զանգեմ իմ ընկերներից մեկին, որ ասեմ նամակներ եկել է, արագ մի թանենք միանանք, ես իր անունը չէի դաժե հիշում լարվածությունից, որ զանգեմ ու ասեմ, որ նամակներ եկել են ու նույնիսկ հիմա երբ որ պատմում եմ, ես այդ նույն էմոցիաներն եմ ունենում, դա համար ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ բան լավ չհասնի ձեզ ու հետագայում իմացա, որ նաև իմ այդ ընկերն էլ այնքան լարվել էր, որ ինքն էլ նույնիսկ այդ Zoom-ի հղումը չէր կարող գտնի, որ մեզ ուղարկի հենց ձևը մոռացել էր լարվածությունից ու ես բացում եմ այդ նամակը ու դեր գրած է սիրելի Տիգրան մենք պետք է տեղեկացնենք, որ ձեզ հետ հաճելի է լավ օր անցկացնել ու սովորաբար սա մերժումների ժամանակ է տենց գրվում ու ես ասեցի վсё օրը չեմ անցել ու ես տակը տեսնում եմ, շնորհավորում ենք ու ես չտեսա, թե ինչ եմ դարա, ես ուղղակի գոռում էի, ահա որ գոռում էի, լացում էի ու այդ պահին հասկացա, որ երազանքները իրականանալու հատկություն ունեն բայց ես այդ պահին նենց էի գոռում, որ ես հիմա նույնիսկ եթե ուզենամ, այդպես չեմ կարող գոռամ ու լացեմ, բայց ամենայն դեպս այդ օրը այդ նամակը փոխեց իմ կյանքը, բայց ամենասկզբից պատմեմ, թե դուք ոնց կարաք ընդունվեք UWC ու թեկուզ հետագայում դիմեք օգոստոսից սեպտեմբերը բացվում են հայտադիմումները ու դու դիմում ես լրացնում ես գրում ես շարժություններ, կարծում 11 հատ օրինակ ինչու UWC-ին, ինչ value-ներ ոնց էր հայերեն, ինչ արժեքներ ունես, նաև քո անձնական կյանքից, անձնական տվյալներ ու ծնողների տվյալները։ Դրանից հետո սպասում ես մոտավոր նայած երբ կուղարկես, ամսի 27-ին deadline-ն է սովորաբար եղնում ու դրանից հետո սպասում ես մոտավոր մի քանի օր, երբ որ արդեն logical test-ը կգա ու դու դա նույնպես կհանձնես, logical test-ը բաղկացած է երկու բաժնից, mathematica եւ verbal part, verbal part-ը դու զուտ բառեր ես տեղադրում, նո դա էլ է դժվար, ոչ թե բառեր, այլ օրինակ ինչ ասեմ, զուտ ժամն էլ ուշի եկուն այս որ նկարում եմ ու մի քիչ ուղղակի լավ չի աշխատում, չգիտեմ խեմ այս ժամին նկարում, բայց ու գալիս է logical part-ը, այնտեղ մաթեմատիկան է, սովորական մաթեմատիկա է ու եթե դուք դպրոցում մաթեմատիկա լավ եք սովորում, վստահ եմ, որ դուք կկարողանաք հանձնել ու այնտեղ թեստը նաև դուք հնարավորություն ունեք ոչ անգլերենը, այլ հայերենով գրել, բայց նաև դուք եք ընտրում անգլերեն, ռուսերեն թե հայերեն Կարծում եթե շատ ուզենաք ֆրանսերեն ու ուրիշ լեզուներով էլ կարող եք գրել ու այնտեղ verbal part-ը օրինակ ավելի շատ քո հենց լոգիկան ստուգում հարցնելով ինչ հարցեր կար օրինակ չգիտեմ օրինակ համեմատիր բառերը օրինակ նկարիչ նկար այնտեղ ճիշտ պատասխաններ օրինակ երաժիշտ երաժշտական գործիք այսինքն դրանք համընկնում են ու դա ճիշտ է Դրանից հետո գալիս է մոտավորապես սպասում ես 2 շաբաթ, որ իմանաս արդյոք անցել ես ինտերվյու թե չէ ու եթե անցնում ես, դու օնլայն ինտերվյու ես հրավիրվում ու օնլայն ինտերվյուն հրավիրվելուց հետո մոտ անցնում է 1 շաբաթ հետո դու արդեն քո ինտերվյուն տալիս ես իսկ դրանից 3 օր հետո մեր դեպքում 3 օր դա շատ վիճելի հարց է, այսինքն կարող է մի տարի, երբ որ իրանք
3 օր հետո ասեն, կարող է եղնի մի տարի, երբ որ մի ամիս հետո ասեն։ Մեր դեպքում մեր բախտը այս տարի շատ բերեց, որովհետև շատ կարճ ժամանակահատվածներում մեր պատասխանները արդեն հայտնի էին ու ինտերվյուն անցնելուց հետո ու ինձանից ձեզ խորհուրդ միշտ եղեք անկեղծ, միշտ եղեք ինքներդ դուք, be yourself ու մի փորձեք ցույց տալ ավելին, ինչով որ դուք չեք։ Ու դրանից հետո գալիս օրինակ ես նվագեցի դուդուկ իմ ինտերվյուին ու փորձեցի ցույց տալ մաքսիմումը այն ինչը որ ես եմ իհարկե իմ սահմաններում փորձեցի մաքսիմալ տեղեկացնել իմ մասին ինտերվյու վերցնողներին իսկ դրանից հետո արդեն դուք անցնում եք հրավիրվում եք final selection day-ին ինչպես ասեցի դուք եք եւ մասնակիցներդ եք եւ NC-ից National Committee թիմից բայց Հայաստանում օրինակ կիսում են Երևանի մասնակիցները առանձին են հրավիրվում իսկ մարզերի մասնակիցները առանձին մենք ամսի 10-ին էինք ու ես այդ օրը ուղղակի վայելել եմ թիմային դուք խաղում եք թիմային խաղեր կրկին ինտերվյու ու իրականում շատ կարևոր են սրանք բայց պետք չէ կրկին եմ ասում ձեզ փորձեք ցույց տալ ձեր սահմաններից դուրս գալ փորձեք ինչ-որ բաներ ապացուցել ոչ ուղղակի փորձեք վայելել այդ օրը ինձանից ձեզ խորհուրդ որովհետև այդ օրը դուք դեռ շատ եք հիշելու ես ձեզ վստահեցնում եմ ու ես այդ նույն մոտիվացիայով այդ նույն մտածելակերպով ես գնում եմ վայելելու այդ օրը ու դրանից հետո արդեն ամսի 14-ն է գալիս մեզ պատասխաններն են ասում ու պատասխաններ որը կփոխի մեր կյանքը մոտավոր 48 հոգուց անցնում է 20-ը ու իրականում եթե անկես ես այս տարի հույս ունեի որ գոնե ինձ մի փոքր կնկատեն ու գոնե ես waitlist կլինեմ այսինքն սպասողների ցուցակում կլինեմ բայց չէ ես միանգամից անցա ու վերջում ուղղակի կասեմ որ երբեք մի հանձնվեք որովհետև ես ինքս դիմել եմ Flex-ի 2 տարի ինչի մասին ես ուղղակի երազում եմ բայց չեմ անցել ու իրականում շատ էի տխրել դրանից ու շատ ծանր էի ինձ ասած տանում, բայց ոչ, ես չընտրեցի հանձնվելը, ես ընտրեցի պայքարելը ու նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս, ձեռքս այսօր դնում եմ սաղիդ գլխին ու հույս ունեմ մի օր ձեր էջերում կտեսնեմ նման տեսանյութ, որ դուք էլ ուրախ ասենք ինչ-որ տեղ կանցնեք ու հույս ունեմ այս վիդեոն ձեզ իսկապես շատ կօգնի ու շատ կմոտիվացնի Սա իմ առաջի փորձն էր տեսանյութ նկարելու ու հույս ունեմ ստացվեց իսկ եթե ունեք հարցեր UWC կամ այլ միջազգային ծրագրերի հետ կապված գրեք կոմենտներում հավանաբար հաջորդը կկազմակերպեմ տեսանյութ հարց ու պատասխանի ձևաչափով Stay tuned, this is Tigran.